պարոն Աղազանյանը չգիտի, որ այդ հարցը պետք է ինձ չուղղեր, բայց ամեն դեպքում ես կասեմ, որ նախորդ տարի հավաքագրվել է 2 տրիլիոն 390 միլիարդ դրամ հարկ, որը 5.1%-ով ավելին է, քան 23 թվականին հավաքագրված հարկերը, եւ դա պայմանավորված է 5.1% ավել հավաքագրված հարկերը պայմանավորված են բնականաբար 5.94% հնայի իրական աճով։ Հարկեր հնա հարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնա հարաբերակցությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետեւ հարկեր հնա հարաբերակցության պատասխանից որ գնահատական եք դնում, ես ուզում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց մի քիչ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճը փուչիկ է մի մասը, եթե հարկեր հնա հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ։ Պարոն Աղազյան, հարկեր հնա հարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետեւ կարող է հարկունակ ոլորտները կոմոդ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։